Մինչ Սիրիայի կառավարական ուժերը գործողությունների էին դիմում երկրի արևմուտքում գտնվող շիա ալավիների դեմ, երկրի մեկ այլ մասում բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել։ Տևական բանակցային գործընթացի արդյունքում համաձայնության են հասել երկրի կենտրոնական իշխանություններն ու Սիրիայի քրդերը, որոնք զբաղեցնում են այդ երկրի հյուսիսային եւ հյուսիսարևելյան շրջանները։ Փաստացի ինքնավարություն ունեցող քրդական փոքրամասնությունը համաձայնել է ինտեգրվել սիրիական պետությանը, անվտանգություն ունենալու, որպես Սիրիայի լիիրավ քաղաքացիներ այդ երկրի սահմանադրական իրավունքից օգտվելու, ինչպես նաեւ պետական կառույցներում եւ քաղաքական գործընթացներում ներգրավելու դիմաց։ Այդ մասին փաստաթուղթ են ստորագրել Սիրիայի անցումային կառավարության նախագահ Ահմեդ Ալ-Շարաան եւ քրդական Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավար ու հրամանատար Մազլում Աբդին, ինչի մասին հայտնի է դարձել մարտի 10-ի երեկոյան։ Ի թիվս այլ դրույթների Դամասկոսը պետք է լիարժեք վերահսկողություն սահմանի քրդական բոլոր կառույցների վրա, այդ թվում վերահսկի Թուրքիայի սահմանին գտնվող Ղամիշլիի օդանավակայանը, ինչպես նաև տնօրինի գազով ու նավթով հարուստ հանքավայրերը։ Քրդական ուժերն էլ խոստանում են իրենց զբաղեցրած տարածքներում, որոնք նրանք անվանում են Ռոժավա, բարեփոխումներ իրականացնել։ Դամասկոսն ու քրդական ուժերը պայմանավորվել են համաձայնությունն իրագործել 1 տարուց ոչ ուշ ժամկետում։ Վերոնշյալ համաձայնության ընդհանուր կետերը բացահայտել էր քուրդ հրամանատար Մազլում Աբդին, որը մարտի 7-ին հանդիպելով տեղի քրդական պատասխանատու բոլոր օղակների հետ ակնարկել էր այդ մասին, նշելով, որ իրենք առաջարկության փաթեթ են ներկայացրել Դամասկոսին։ Աբդին ելույթում շեշտել էր, որ Դամասկոսի հետ բանակցություններն ընթանում են հաշվի առնելով քրդական բոլոր օղակների շահերը, որի դիմաց պատրաստ են աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը եւ հանդես գալ Ասադի վարչակարգի բջիջների դեմ։ Ըստ Իրաքյան Քուրդիստանի լրատվամիջոց Ռուդավի, սիրիացի քրդերն ի թիվս այլ հանգամանքների գնացել են Դամասկոսի հետ պայմանավորվելու ճանապարհով, քանի որ աշխարհաքաղաքական նոր իրադրությունում մտահոգ են, որ կարող են զրկվել Սիրիայի հետագա գործընթացներում մաս կազմելու հեռանկարից։ Այնուամենայնիվ Դամասկոսի եւ քրդերի միջև բանակցություններում պակաս չէ Թուրքիայի դերակատարությունը։ Անկարան, որը մեծ ազդեցություն ունի սիրիական կառավարության վրա, հետաքրքրված էր Դամասկոսի եւ քրդերի միջև բանակցություններով եւ փորձում էր դրանք խրախուսել։ Անկարայի նպատակն այն էր, որ թուրքական սահմանին քրդական զինված ուժեր այլևս չլինեն եւ տարալուծվեն սիրիական բանակում։ Այդ նպատակի մասին է նաեւ խոսել թուրք քաղաքագետ Քադիր Has համալսարանի պրոֆեսոր Մուստաֆա Այդենը Civilnet-ի հետ զրույցում։ Ըստ նրա, Թուրքիան քրդական ներկայության հարցի լուծումներից մեկը տեսնում է քրդերի եւ Դամասկոսի միջև երկխոսության միջոցով։ Մի իրողություն, որը կարծես թե գործնական փուլ է մտել։ Ինչ վերաբերում է Մազլում Աբդիի եւ Ահմեդ Ալ-Շարաայի համաձայնությանն, ապա այն խիստ ուշագրավ է, քանի որ նախկինում քրդերը մերժում էին կենտրոնական վերահսկողության Դամասկոսի առաջարկները եւ ավելի շատ խոսում էին ինքնավարության մասին։ Սակայն Ասադի իշխանության տապալումից հետո իրողությունները փոխվեցին, որոնք ստիպեցին նրանց բանակցել Դամասկոսի նոր կառավարության հետ։